Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ եւ հոգեվորականների մասնակցությամբ Սիսիանի Լոր գյուղում վերահոսվեց 17-րդ տարի Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Նախորդ օրը մայիսի 9-ին տեղի ունեցավ Դռնբացեքի եւ Նավակատիքի արարողությունը։ Լոր գյուղը Համո Սահյանի ծննդավայրն է։ Լոր գյուղում մենք ունենք երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես եւ Սուրբ Գևորգ եկեղեցին։ 5 տարի առաջ արդեն իսկ եկեղեցին պատրաստ էր վերահոսման։ Պատարակներն ինում էր, բայց վեմ քարով եկեղեցին օծված չէր, ժողովուրդը սպասում էին, որ մեկ օր պետք է օծեն եւ այդ օրը այսօր էր։ Լորաձոր գետի ձախափին փռված Լոր գյուղը հիշատակվում է միջին դարերից եւ հարուստ պատմական անցյալ ունի։ Գյուղի Սուրբ Գևորգը 1666 թվականին է կառուցվել, իսկ Լորի եւ Շենաթաղի միջնամասում գտնվող Սուրբ Հովհաննեսը 1686 թվականին։ Հնամենի այս եկեղեցին Համո Սահյանի ամենասիրելի ուխտավայրն է եղել։ Հաճախ է ծննդավայր եկած հյուրերին անձամբ ուղեկցել այստեղ։ Մարդիկ պատմում են ու հավատում, որ եկեղեցու հարևանությամբ Կծուջուր կոչվող աղբյուրը մեծ զորություն ունի, այն բխում է եկեղեցու տակից։ Սյունյաց թեմում այսօր պատրաստ ունենք վերահոսման մի քանի եկեղեցիներ։ Տեղ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին արդեն իսկ պատրաստ է 10-րդ դար։ Լոր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին արդեն իսկ պատրաստ է, մեր հավատացյալների ջանքերով վերակառուցվել է։ Փուխրուտի Քաջարանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին պատրաստ է վերահոսման, Վահանավանքը պատրաստ է վերահոսման, Որոտնավանքը եթե այցելել եք, արդեն մեծ աշխատանքներ են կատարում մեր հավատացյալների ջանքերով, ինչ որ մենք ասում ենք մեր հավատացյալների ջանքերով։ Սրբազան հայրը ուրախությամբ փաստում է, որ համայնքի անդամների նվիրական ջանքերի շնորհիվ են իրականացվում վերականգնման աշխատանքները։ Հավատացյալներն անհամբեր սպասում են, երբ են կրկին բացվելու պատմական սրբավայրերի դռները։ Ասում են, որ Ղրիմյան հայրիկը Տաթևից վերադառնալիս անցել է Լոր գյուղով եւ նրա ոտքերի տակ գյուղացիները մինչեւ եկեղեցի գորգեր են փռել։ Ղրիմյան հայրիկը օրհնել է նրանց ասելով. «Ահա թե ինչին դրախտ կսեն, թող Աստծո օրհնությունն լա այս Լոր գյուղի վրա»։ Լիաննա Չիչակյան, եկեղեցական կյանք։